Ուրեմն մեր թիվեց 10-ը եղբայրներ ջան, բացատրական քարոզի կառուցվածքը, այնտեղ ասանք, մեր նախորդող դասում ուրեմն նայեցանք այն քայլերը, որ մեզ գարան օգնել, թե ինչպես պետք է պատրաստենք բացատրական քարոզը։ Եվ հիմա հասանք ճիշտ այնտեղը, որտեղ պիտի խոսանք քարոզի կառուցվածքի վրայով։ Հիմա այն բաները, որ խոսեցանք արդեն իսկ, քարոզի կառուցվածքի հետ կապ ունի։ Հիմա այստեղ ունեմ ոնց որ գաղաբարը, ցեվանումուշը, շաբլոնը, բացատրական քարոզի նկատմամբ։ Հիմա եթե պաղատրիչներու մասին խոսանք, եւ պիտի խոսանք այս դասընթացում, սրանք պաղատրիչներն են, բացատրական քարոզիմը։ Սրանք պաղատրիչներն են։ Հիմա իհարկե հիմա այստեղը նույն ցևով նշված չէ, ինչպես որ մի քիչ առաջ հերթականությունով հանձնարարեցինք ասելով, որ այս ցևով մոդիգանանք, երբ պիտի բացատրական քարոզ պատրաստենք։ Առաջինը ասեցինք, պետք է աղոթքով Աստծո վրա վստահելով լինի, երկրորդը ասեցինք, պետք է որ մենք գոմնորոշվենք, թե մեր բացատրական քարոզի միավորը, այդ տեքստը, այդ հատվածը, կարա այդ հատվածը մի համար լինել, 5 համար լինել, լման գլուխը լինել, խնդիր չէ։ Բացատրական քարոզի մեր տեքստը, այդ միավորը ինչ է։ Եվ հետո ուրիշ քայլեր ունեինք, եթե հիշում ենք։ Հիմա այս դասի ընթացքում մի քանի րոպե պիտի առնեմ, որ սրա վրայեն անցնեմ, եւ նրանից յետքը ուրեմն որոշ պաղատրիչներ, կարևոր պաղատրիչներ քարոզի դրվածքով պիտի խոսանք։ Հիմա սա անշուշտ չի նշանակում, ինչպես ասենք եղբայրներ ջան, որ ամենաառաջ քարոզի վերնակրով պիտի սկսենք։ Հիշում եք, ասեցինք, որ քարոզի վերնակիրը կարա միայն վերջում լինի, վերջում ասելով այսինքն որ քարոզի մայր գետը կանխորոշվեց թե ինչ է եւ նրա լրացումները տեքստից, հետո նրանից հետ պիտի քարոզի վերնակիրը որոշել ասել սա է քարոզի վերնակիրը, ինչու, որ քարոզի վերնակիրը պետք է համահունչ լինի քարոզի մայր գետին, թեզիսին, թեմային, առաջարկը, որ անում ես, ինչ առաջարկ անում ես, իմ առաջարկս է, որ այս քարոզը սրա մասին է եւ այդ սրա մասինը վերցված է ուրգից։ Ուրգե սուրբկի տեքստից։ Հիմա իհարկե երբեմն մեր քարոզները ենթավերնակիրները գարան ունենալ։ Սա ոնց որ մեծ խնդիր չէ, կարևորը վերնակիր ունենա եւ հա մենք եւ որ մեր քարոզի մասին խոսում ենք, մեր քարոզի վերնակիրը անպայման պետք չկա ասելու ամենատեն։ Ինչու որովհետեւ այսօր մենք այդ հնարավորությունը ունենք օրինակ ցանցի վրա կամ YouTube, Facebook ուր որ լինի, արդեն իսկ մեր քարոզը այնտեղ է, բայց նույնիսկ եթե 50 տարի առաջ ապրելու լինեինք, էլի այնատենալ պետք չկա քարոզի վերնակիրը ասել, ինչու քարոզի վերնակիրը կարևորը չէ, հապա քարոզի մարգետը սա է կարևորը, որ պետք է սա ասվի քարոզի դրվածքով եւ սրա մասին մի խոսանք այսօր։ Ուրեմն նրանից հետ կան շուտ Վերնագիրը չենք կարող մայր կետը դնել։ Ինչպես։ Չէ, քարոզի վերնակիրը, այո, մայր կետը չէ, նույնը չէ։ Քարոզի մայր կետը քարոզի հոսքի մեջ բինի նշվի։ Եվ հետո գասենք, երբ ամենալավ ադենն է որ նշվի։ Չի լինի համ վերնագիր լինի, համ մայր կետը լինի, ճիշտ չի, բոլոր դեպքերում ճիշտ չի։ Ասին կարաս անել, բայց վերնակիրը եթե ունի մեկ արդեն պիտի դիտե քարոզը, նույնիսկ եթե քարոզի մայր կետը, ինչու որովհետև հա կան ոմանք օրինակ նրանց եկեղեցիներու գայքում, ինչպես կանեն վերնակիրը գտնեն, կարողա նույնիսկ քարոզի ուրվակիցը եւ ուրվակիցը ասելով քարոզի մայր կետը առաջարկը որ անում ես եւ նրա լրացումները ենթակետեր այնտեղը նշված կլինի գախում ունի ամեն մեկ եկեղեցի ինչպես բանալ է հիմա իհարկե ներածությունը ունենք պիտի խոսանք սրա վրայով հետո առաջարկը քարոզի մայր գետը մայր թեման թեզիսը եւ հիմա այս բանը եղբայրներ ջան առաջին անգամն է ցեզ ոմանց այստեղ ասենք հոգնակի գոյական առաջարկային հայտարարությունը կամ հարցը հիշում եք ասեցինք որ քարոզի առաջարկը կամ հաստատական կլինի այսինքն ոնց որ մի հաստատական նախատեսություն է եւ կամ հարցով կարաս ներկայացնել կամ երկուտն է կարաս անել հիմա
ինչ ասել է հոգնագի գոյական առաջարկային հայտարարություն։ Հայտարարությունը հասկացանք, քարոզի մարգետն է։ Այսինքն այդ առաջարկը, որ դու անում ես, հայտարարում ես ժողովրդին, բայց հոգնագի գոյականը որն է։ Որ մենք առաջարկ որ ասենք, ինչպես որ ասում եմ, առաջարկը հավասար է սրա։ Հոգնագի գոյական առաջարկային հայտարարության։ Ինչու հոգնագի գոյական։ Զոր օրինակ, երբ ասես Ազոս սիրո մասին մի խոսես այսօր։ Okay։ Առաջարկում ես, որ քո տեքստի թեման Ազոս սիրո մասին է, ըստ Սուրբ Okay։ Այդ տեքստի թեման պիտի լինի քո քարոզի թեման։ Առաջարկը, որ հայտարարում է ժողովրդին։ Լավ, լրացումներն են սրանք եղբայրներ ջան, հոգնագի գոյական է որ ասենք, որոնք են զորոնակ 3 դրսևորումները Ազոս սիրո։ 3 դրսևորումներ։ Հոգնագի գոյական 3 հոգնագի դրսևորումները սա գոյական է։ Եվ այդպիսով կմոտիկանանք, հիմա սա չի նշանակում, որ ամեն բացատրական քարոզ անպայման ասպես պետք է լինի, բայց բացատրական քարոզը սովորաբար այսպես է։ Լավագույն ձևն է, որբեսի համախմբե, ժողվե այդ լրացումները, այդ ենթագետերը քարոզի թեմային, որ վերջը այդ ենթագետերը նրանք պիտի վերակրեն ետ թեպի քարոզի մարգետին։ Եվ նայեցեք, վերնակիրը էստեղ է, քարոզի մարգետը էստեղ է, եւ ենթագետերը էստեղ են։ Ենթագետերը վերակրում են ետ թեպի քարոզի մարգետին, որ եթե ենթագետերը կամ լրացումները նրանք համահուն չեն քարոզի մարգետին, կամ ենթագետերը լրիվ սխալ են, կամ նրանցից ոմանք սխալ են, կամ քարոզի մարգետը սխալ է, կամ երկուսն են սխալ են։ Եվ վերնակիրն էլ պետք է քարոզի մարգետի համացան լինի։ Եթե Ազոս սիրո մասին է քարոզի մարգետը տեզիսը առաջարկը որ անում է ժողովրդին, պիտի խոսանք այսօր Ազոս սիրո մասին 3 դրսևորումներ, կամ 3 պատճառներ, կամ 3 ապացույցներ, 4 ապացույցներ, ինչ որ է։ Եվ պետք է որ ացեով ներկայացվի, չէ՞ ոչ միսեր, գետեր, ճշմարտություններ, գիտենք ամեն ինչ ճշմարտություն է Ազո խոսում։ Գետերը շատ վերացական է։ Ես չեմ ասում երբեմն Փերանես չի կարող այդպիսի արտահայտում կալ, խնդիր չէ, բայց եթե միշտ միաբաղաղ մոդեցումը ունենք, էլի նույն բանը։ Ամեն ինչի մեջ միաբաղաղ լինելը ցանցրացիչ կտվի։ 3 գետեր, 3 ճշմարտություններ։ Հիմա կարևոր է եղբայրներ ջան, որ այդ տարբերությունները անենք։ Ինչու որ նա 3 մարտահրավերներ, 4 ջամփաներ, 2 ճշմարտություններ, 5 սովորություններ, 3 աստվածային բնութագրեր, 4 շնորհած միջոցներ եւ այլն, տարբեր ծևերով կարևորը հոգնագի գոյական լինի։ Ինչու հոգնագի գոյական, որովհետեւ հոգնագի է։ Ինչու եղբայրներ ջան, հիմա ես ասամ ցես, եթե իմ առաջարկս, այսին թեզիսս, եթե մի լրացում ենթագետ ունենար, այնադեն ինչ կլինի։ Իմ լրացումը արդեն իսկ նույնն է, ոնց որ է իմ առաջարկը։ Նրա համար առնվազն երկու լրացում պետք է ունենաս, երկու ենթագետ պետք է ունենաս քո քարոզի մարգետի հետ, որ կարաս ասել սա իմ քարոզի թեզիսս, առաջարկես, ինչ որ հայտարարում են առաջարկային առումով, եւ հետո նրա երկու ասենք ճշմարտությունները, մարտահրավերները, ինչ որ ունես։ Հիմա հաջորդը քարոզի հիմնական գաղափարը, կամ կենտրոնական գաղափարը, կամ թեզիսը, կամ քարոզի առաջարկը, սրանք բոլորը նույնն են։ Քարոզի հիմնական գաղափարը ինչ է, թեզիսը ինչ է, մարգետը ինչ է քարոզի։ Քարոզը ինչի մասին է, սա է որ խոսում ենք, քարոզը ինչի մասին է, սա հստակ պետք է լինի։ Եվ սա եղբայրներ ջան, հիմա մի քիչ կխոսանք ինչը ուր պիտի լինի սրանց մեջ։ Հիմա զորը մեկը կարող ասեն, հովիկ ուր պետք է մենք քարոզի մարգետը հայտարարենք, որ հայտարարություն է սա, պետք է ասես։ Չես կարող ասել մեր քարոզը 3 լրացումներ ունի, լրացումները ինչի վերակրում են, ինչի մասին խոսում են։ Եթե Ազո սիրո մասին խոսում ենք, Ազո սիրո դրսևորումների մասին, okay, 3 հատ ունենք, ուրեմն այդ հոգնագի գոյականով արդեն ասեցիր 3 հատ ունես,
3 դրսևորումներ ունես, դրսևորումները քոյականներն են, եւ այդպեսով կներկայացնես, որտեղ սրանց նպատակն է, լրացումների նպատակն է, որ 3-ը կամ 4-ը կամ 2-ը կամ 5-ը 1 ներկայացնեն քո մայր կետը, եւ նրա համար է, որ ժողովրդին ամեն մի կետից մյուսը պետք է հիշեցնես ժողովրդին։ Չասես իմ հաջորդ կետը, օրինակ Ազոսիրո դրսևորման նկատմամբ օրինակ զորնակ ասում եմ, մեկը դա շնորհք, մեկը դա հավատ, մեկը դա սեր, օրինակ նհույս, շնորհք հավատ հույս, օրինակ։ Մի ասա, որ իմ հաջորդ կետս հույս է, հաջորդ կետս հավատ է, չէ, ասա, պիտի գրգնես, երբ անցնում ես մի առաջին քո լրացումիդ մյուսը, պիտի ասես, մեր երկրորդ դրսևորումը Ազոս սիրո նկատմամբ հավատ է, օրինակ։ Մեր երրորդ դրսևորումը Ազոս սիրո նկատմամբ հույս է, որ ժողովուրդը նրանց մտքերում թարմ մնա, որ մայր թեզիսը, թեմատ, կաղապարը կարոզի մայր, ինչի մասին է։ Եվ ուրվակիցը, որ ասում ենք եղբայրներ ջան, սա է։ Ուրվակիցը ներառում է քո կարոզի մայր կաղապարը, թեզիսը եւ նրա լրացումները։ Ամենահիմնական ցևով։ Կարոզի գմախքը, ուրվակիցը, որն է, սա է։ Եվ այստեղը Զորնակ խոսում եմ լրացումների կամ ենթագետերի մասին։ Լրացումներ ենթագետեր նույն բանն են։ Օրինակ առաջին ենթագետը ունես կամ առաջին լրացումը, երկրորդը ունես, երրորդը ունես, եթե հետո ենթագետեր կան անհրաժեշտության դեպքում կարաս ավելացնել, բայց սովորաբար պետք չի կա։ Ինչու որովհետև այսպես անում ենք, երբ մայր կաղապարը կարոզի տալիս ես, քո առաջարկը տվեցիր, հայտարարեցիր, քո 2 կամ 3 կամ 4 լրացումները դվեցիր, նույնիսկ եթե այդ ենթագետերու տակ էլի ենթագետեր կան, դու կարոզի հոսքի մեջ ներկայացրու, առանց որ ասելու, հիմա այս ենթագետի տակ էլի այս այդ բարերը չօգտագործենք, ենթագետ, երբեմն կարանք օգտագործել, բայց շատ թող չի լինի։ Ինչու ենթագետ ասում ենք, սա լրացում է, դու ասա Ազոսիրո երկրորդ դրսևորումը, Ազոսիրո երրորդ դրսևորումը կամ չորրորդ դրսևորումը, այդպեսով ներկայացուր ինչ որ անում ես։ Մի ասեր որ մեր երկրորդ լրացումը Ազոսիրո դրսևորման մասին, ադենը մեմը բերանետ կարող է փախիլ, խնդիր չէ։ Բայց թող չի լինի որ այդ նույն բաները առաջինը լրացումը, երկրորդ լրացումը, առաջին ենթագետ, երկրորդ ենթագետ նույնանման կլինի եւ հոգնեցիչ կլինի լսարանին։ Հետո անցումների մասին պիտի խոսանք հիմա այս դասի ընթացքում դեպի հաջորդ լրացումը կամ եզրակացությունը հիմա երբ կարոզ դալիս ենք ամեն մի սեյպանի միջև լրացումի միջև ամի ենթագետի միջև սահուն անցում պետք է լինի եւ այս սահուն անցումը բարձրապես մտքեր չես կրնար անել ինչու գասեն եթե պատկերացու որ 4 կետ ունիս կամ 5 կետ ունիս եթե 5 կետ ունիս առնվազն 4 անցումներ ունիս լրացումների միջև եւ առավել մի հատ ունիս վերջո դեպի եզրակացությանը որ գնաս եւ առավել դակավին անցումը կա ներածականից մինչև առաջին լրացումին հիմա այսպես է ներածականդ ունես հետո ոնց պիտի անցնես ներածականից մինչև քո առաջին լրացումդ Ճիշտ հոս է, որ ներածականի մեջ, սա շատ կարևոր է եղբայրներ ջան, առաջ որ առաջին լրացումից անցնես դրամապանությունը գասե, որ պետք է հայտարարես քո առաջարկը, կարոզի մայր կաղապարը, ներածականը տարեցիր, եւ ասեցինք չէ, ներածականը լավ կլինի, լավ մտորումով, մտածված լինի, արջևը նշումները առ, որպեսզի չլինի, որ, գիտես, երբեմն գլինի այդպես չէ, մեկը իր խելքիցը, օրինակ մեկ բամը մի կտրած է պատմությունը, գամ ասենք շաբթվա 19 ինչ եղավ, գամ բադարը բադայից հետը, եւ ինքը այդպեսի այդ կամուրջը ստեղծած է, այդպեսի պատմության հետը, այդպեսով գաբե կարոզը։ Բայց ամեն այդ նույնը եթե ընես, ցանցրացիչ կդառնա։ Քիչիկ փոփոխություն արա։ Ինչու՞, որտեղ լիքը միջոցներ ունենք մեր ներածականները ներկայացնելու կամ անցումները անելու եւ հիմա պիտի խոսենք այս վերջ ասենք պիտի խոսենք սրանց վրա եւ հետո վերջը մեր եզրանկումի մեջ կարոզի
վերանայում կանենք, հիմա քարոզի վերանայում, այսինքն նրա հիմնական գաղափարը եւ նրա լրացումները կամ ենթագետերը։ Ինչու որովհետեւ եւ որ քարոզի վերանայում ասում ենք, որպես ժողովրդի մի կթարմանա, որ ինչի մասին խոսանք այսօր։ Հակիչ կերպով 30 վայրկյանի մեջ եւ նվազ։ Ես կարող եմ ասել 10-15 վայրկյանում արդեն իսկ վերջացավ հարցը։ Ինչու որովհետեւ ասեցի մենք այսօր ուսումնասիրեցինք կամ տեսանք անգամ եւս այս հատվածի տարբեր ծևերով կարաս ասել նույն բանը, որ ազո սիրո 3 դրսևորումները 1, 2, 3։ Հիմա սա նկատի ունենալով վերջին քո գիրառումը պիտի դաս եւ ուղղությունը պիտի դաս։ Գիրառում ասելով մանավանդ հավատացյալներին եւ ավետարանի մասին խոսեցանք, ավետարանը ասեցին կամ գարաս եզրակացության մեջ դնել, կամ գարաս ով մի ընթացքում այս կետերի մեջ դնել։ Ինչու ազո սիրո մասին եթե խոսում ենք, եւ մենք ասեցինք օրինակ հավատ, շնորհք եւ հույս, օքեյ, հավատքի ընթացքում դիր ավետարանը, կամ շնորհքի ընթացքում, այդ երկրորդ բանի ընթացքում, ինչու որ շնորհքն է հավատն էլ գաբ ունի, հույսն էլ գաբ ունի, բրգության հետ է։ Դու հույս ունես։ Հույսը գիտես ինչա։ Ճշմարիտ հույսը։ Մարդիկ այսօր հույս փնտրում են նրանց կյանքերում։ Բայց մենք ազո խոսքով համոզված ենք, որ միակ հույսը ումի մեջ կա, Հիսուսի մեջ է։ Դու ունես այսօր ավետարանը կարոզես։ Մի րոպեով։ Ես չեմ ասում, որ 10 րոպե վերցու, կարոզը 30, 35, 40 րոպեանը մի րոպեով, 2 րոպեով այդպես, բայց հստակ թող լինի։ Ուրեմն ավետարանը պետք է ասենք, քրեթե ամեն կարոզի մեջ դրվի։ Երբեմն կարելի է մեկը մոռանա կամ չդա, կամ հիմա եթե հաստատ ամոզված ես, որ ոչ մի անց անավատ չէ քո ժողովարանում, ադի ուրիշ բան է։ Բայց ես չեմ կարող այդպես ասել, ինչու որ սրտերը բոլորը չգիտեն։ Շատ անցիկ տեսած ենք մեր կյանքերում, որ հավատացյալ են կարող է ասածեն, աչափ տարի, հետո գնայես որ մեջտեղ չի կան։ Ավելի լավ ավետարանը տուր։ Եվ հետո նպատակը ինչ է ավետարանը տալու, որ մեր ժողովուրդը սովորե բեմից, ամբիոնից, ոնց հովիվ եղբայրը, քարոզիչ եղբայրը ինք ավետարանը կիսվում է մարդկանց հետ։ Եվ դու կսովորես որ մի րոպեով ես ոնց կարամ ավետարանը կիսվել մարդկանց հետ։ Մի րոպեով։ Սխալ բան չէ։ Եվ լավ ասա։ Եվ այդ ուղղությունը այսինքն նրանց ավետարանի նկատմամբ գոչ կանես, որ նրանք դիրոջ դառնան, հավատացյալներին գոչ կանես, օրինակ, եթե մեղքի արծ կա, այս մեղքից վազ անցնեն, այսպես այդպես։ Սա վերջին եզրափակիչ այդ մասի մեջն է։ Հիմա, եթե զորօրինակ քարոզը 40 րոպե է, զորօրինակ։ Հիմա դու կարաս օրինակ սուբկի տեքստը քարոզի սկիզբը գարտալ, կամ ժողովի ընթացքում գարտալ, առաջ որ քարոզին հասնես, կամ դու կարաս բարձրապես քարոզը դսկսար, երազական արեցիր, մայր առաջարկը քարոզի, մայր քաղաքարը քարոզի ասեցիր, եւ այն ադեն կարաս գարտալ, ադի քեզ մեկը մնա։ Քեզի կմնա, ոնց որ ուզում ես։ Ինչու որ երբեմն ես փոփոխություն կանեմ, թիպմամբ կանեմ, երբեմն տեքստը գարտում եմ լրիվ, քարոզիչ առաջ, քարոզի մեջն ալ անշուշտ լրացումների միջով գարտում եմ, որտեղ պետք է գարտաս մեկնաբանես, չէ՞։ Երբեմն երբ ներածությունը անում եմ, ներածության ընթացքում գարտում եմ, հետո շարունակում եմ քարոզի քաղաքարը հայտնելով, առաջարկը հայտարարելով։ Ձեզ կմնա ոնց պիտի անեք։ Ինչու որ երբեմն կարելի է որ մի գլուխ է։ Մի գլուխը եթե գարտաս քարոզից առաջ, կարող է 4 րոպե վերցնի, 3 րոպե վերցնի։ Արդեն իսկ պիտի այդ գլուխից անցնես քարոզի դրվածքով։ Այն ադեն արա։ Գախում ունի։ Ինչպես որ ուզում եք։ Հիմա ժամանակներու բաժանումով։ Հիմա եթե ասենք որ 30 րոպե առնենք, հիմա բարձրապես օրինակի համար, եթե 30 րոպե ունենք, քարոզի 3 մայր մասերը ներածականն է, եւ հետո մայր մարմինը կա, որ մայր մարմինը անշուշտ ներգրավում է թե առաջարկը եւ թե քարոզի ենթագետերը, եւ հետո երրորդ մասը անշուշտ եզրակացությունն է։ Ուրեմն ներածությունը քարոզի մարմինը ումի մեջ դու քարոզի մասին պիտի խոսաս, մեկնաբանությունները, գիրառումները այդ 3 կամ 4 կամ 5 լրացումներու առումով, եւ հետո եզրակացություն։ Այս 3 ասենք բարձ բաժանմունքներով։ Okay։
Հիմա եթե քարոզի 30 րոպեի մեջ իմացես ասեմ եղբայրներ ջան, քանի րոպե պետք է դանք մեր ասենք ներազության քարոզի մարմնի եւ եզրակացության։ Այս բաները նկատի ունենալի հետ կա։ Այս պահատրիչները նկատի ունենալի հետ կա։ Դուք ասեք։ Այսինքն դրան բանական բահենք։ Մեկը եթե հիմա 30 րոպեի մեջ 10 րոպե խոսամ ներազություն եւ 10 րոպե կամ 8 րոպե արավ որբեսի բանան է եւ արժեվ ուներ 10 համար պետք է բացատրեր գիրարեր ժամանակը չի հերիքում այլեն պետք է ավելի քարոզ է 40 45 50 ինչ որ է 10 րոպե ներազություն 30 րոպե հիմնական մարմին 5 րոպե եզրակացություն հա ված չէ 10-ն կարող է մի քիչ երկար լինի գախում ունի բայց ված չէ ավելի լավ է օրինակ 5-6 րոպե բայես քո ներազությունը որբեսի եթե 30 րոպե բայես քո մարմինը քարոզի եւ օրինակ էլի 5 րոպե շատ ավելիալ չէ ավելիալ նվազ ավելի լավ որովհետեւ ներազությունը ավելի պետք է որ մեջը բաներ դնես ինչու որբեսի մարդկանց մտքերը պատրաստես սրտերը պատրաստես քարոզի թեմայի գդրվածքով եւ չես կարող մեկ անգամից բացել ասել այսօր մեր թեման սա է առաջին համար սա բացասական քարոզ չեղա նրա համար այս բաղադրիչները կարևոր են բացասական քարոզի համար եւ ինչպես գիտենք եղբայրներ ջան ո՞ր մի քարոզի համար ո՞ր մի դեսագի քարոզի համար մենք գիտենք այս 3 մասեր ունենք ներազությունը ունենք մարմինը ունենք քարոզի եւ եզրակացությունը ունենք նույնն է այո մինչեւ հիմա ո՞ր հարց կա եղբայրներ ջան սրանց վրա առաջ որ անցնենք բաղադրիչներին մասին խոսանք քարոզի կառուցվածքի պահատրիչների մասին հա օ ես չգիտեի որ սիչ չէ գալի չէ պետք է ասեիք իս հա շնորհակալություն կամա թերակամա մտածեք որ տեքստերը մեծ ուղղակի նկարվեցեք ավելի լավ է հիմա ունեցեք կոնի ես կարծում եի այնտեղ է Ալոքաժով չի գցեք դեպից անգամից մեր խմբի մեջ ասում հորինում կարամ մասիա մեկ է աչափ քեզ չէ Ինչ կբարձրացնեք եւ նկարենք երրորդ մաս մանագա հետո բարի մասը եզրակացության մասը կա Վերջ Շատ լավ եղբայրներս հիմա ուրեմն սրանց վրայով ավելի մի քիչ պիտի մանրամասն նայենք քարոզի կառուցվածքի առումով մանշուշ սկսենք ներազության մասին խոսենք հիմա ինչու համար լավ ներազությունը կարևոր է ինչու լավ ներազությունը ինչու կարևոր է որովհետեւ ինչպես ասենք հետաքրքրությունը կառաջացնե լսարանի մեջ մենք մեր նպատակը պետք է լինի որ չասենք ազոխոսքը հերիկա որբեսի մեկը խանդավառվի եւ պատրաստ լինի մտիկ անելու մեր բարդականությունն է որ նրանց մտքերը սրտերը ուղղորդենք դեպի Տիրոջ խոսքին այդ թեմային որ պիտի կարոզենք այնպիսի ցևով ներկայացնելով մեր թեման ներազության մեջ դրա համար ասացինք որ մեր քարոզի մայր քահապարը առաջարկը քարոզի պետք է ներազության մեջ լինի եւ նամանավանդ երբ սկսար զորնակ թեման ազոսիրո մասին է օքեյ գսկսես օրինակ սկսում ես ազոսիրո վրայով խոսել կամ բակերազարդում մգարնես սուրբ գրքից ազոսիրո վրայով կամ բակերազարդումը կարա լինել օրինակ հորմսերը իր որդու անթեր ինչպես անանակ որդի պատմություն ունենք եւ հետո ազոսիրո մասին գխոսես այնպես աստված սիրեց եւ հետո կներկայացնես ներկայացնում ես քարոզի մայր քահապարը առաջարկը դեզիսը ինչ է ինչու որ այնտեղ ներազության մեջ պետք է լինի առաջ որ առաջին լրացումին կամ ենթագետին անցնես եւ որ ասում ես որ ազոսիրո
ասինքն դրսևորումներից առաջինն է սա, օքեյ, սա ասել այդ առաջ պետք է ներկայացնես քո առաջարկը, քարոզի տեզիսը, որ հիմա մենք խոսում ենք սրա մասին, ազո սիրո մասին։ Եվ առաջին դրսևորումը մեր հատվածից ազո սիրո մասին էսա։ Այս համարների միջոցով դուք ասես, օրինակ, նայեցեք, օրինակ կասեմ, առաջին երկու համարները։ Սեբենք, որ առաջին երկու համարները առաջին լրացումի հետ կապ ունին, 3 եւ 4-ը երկրորդ լրացումի հետ կապ ունին, եւ 5-րդ համարը երրորդ լրացումի հետ կապ ունին։ Սեբենք։ Պետք է ասես նրանց, որ նրանք գիտնան, որ դու ինչ իմիդի ունես։ Եվ որ ասեցիր ներազության մեջ, ներազությունդ արեցիր, հստակ արեցիր առաջ, որ անցար քո առաջին լրացումիդ, հստակ արեցիր, որ ազո սիրո դրսևորումները 3 են ըստ հատվածին։ Թիմեք, գասես հիմա, նայեցեք գասես առաջին երկու համարները։ Ինչու որովհետև որբեսի նրանց ուշադրություն դարձնես ազո խոսքին, որ այս երկու համարներու վրա կենտրոնանում ենք հիմա։ Մի թող որ նրանք մտածեն, հա, բայց քարոզիչ եղբայրը որ համարների վրա կենտրոնանում է, երբ ինք ասեց, նայեցեք այս առաջին դրսևորումը, այս համարների մեջ է, համարները ասենք, որ թվերն են։ Եվ հետո անշուշտ երկրորդ եւ երրորդ այդպիսով։ Ուրեմն լավ ներազությունները ունգընտրի հետաքրությունը գարաչացնեն։ Ինչու որովհետեւ պետք է որ մենք այդ ճանկը տապենք, որովհետեւ մեկը հասկանա, օքեյ, ինչպես ես կարող եմ նրան խանդավառել, որ ինք մտի գնե։ Եվ ինչպես ասենք եղբայրներ ջան, լավ ներազությունները կներկայացեն քարոզի թեման եւ տեքստը։ Ներազության մեջ պիտի ստագնես թեման ինչ է։ Քարոզի մայրքապարը այնտեղը եւ նրա մեջ անշուշտ թեման կա եւ որ ազո սիրո 3 դրսևորումները ասենք թեման ինչ է ազո սերը 3 դրսևորումները այդ հոգնագի կոյականն է որ ինք վերցնում է ազո սիրո նկատմամբ այդ 3 լրացումները տեքստից եւ ներկայացնում է եւ նրանց մասին խոսում է եւ կիրառում է Աշմեգնապանություն եւ գիրառումը կլինի այնտեղ։ Եվ այո, լավ ներածությունները կլինեն եւ պետք է լինեն հստակ, տեղին, հստակ, եթե ներածությունը հստակ չէ, մեկը ասում է ինչի մասին է, բացությունը պատմեցիր, շատ լավ, բայց բացությունը ինչ կապ ունի իմ ազո սիրո հետ, չէ՞։ Եթե մեկը չկարողանա հասկանալ, եւ պետք է տեղին լինի, հստակ լինի եւ պետք է լավ պատրաստված լինի։ Նրա համար է որ ասեցինք արչևնից նշումներ առնենք, որովհետեւ մեր ասելիքը չի մոռանանք։ Ինչու որովհետեւ պատրաստենք որ մեր ժողովուրդը ինչպես որ այդ անգլերենով ասենք այդ punch-ը, որ մի անգամից այդպես ուժեղ բանլա հասկանան որ հա սրա մասին է թեման։ Եվ լսարանից գարաս դու հասկանալ եթե ժողովուրդը քեզ մտիկ անում է կամ ոչ։ Նրանց գրավեցիր կամ ոչ։ Հիմա իհարկե երբեմն եղբայրներ քուրեր գարան լինել որ մի երեկո առաջ օրինակ ֆուտբոլ դիտած ինչպես ու երեք ասեցինք առավոտյան ժամը 2:30-3-ին քնած են չեն կարողացած լավ քնել հետո հաջորդ օրը գալիս են եկեղեցի ժամը 9:10-ին ասում են որ հովիվի կարոզը բամը չի հասկացա լավ չէ։ Դու օքեյորապես պատրաստ չէիր քնած չէիր հիմա անցավոր ես եղա օրինակ գիծա Աշմեկ երկու գլինի, բայց եթե մեծամասնությունը այդպես խոսան, պետք է ուշադրություն անենք, ուշադրություն պետք է անենք։ Բայց Իսպանիա, Ֆրանսիա խաղը ով էլ ասես կնային էլի։ Ես առավոտուն որ արդեն սա, այո աչքս սարգավ YouTube-ում նայեցա որ 5-4 վերջ ասել։ Չէ, բայց ես երեք գանուխ քնեցի, որ պետք ունեի գանուխ քնեմ, հաջորդ օրը պետք է արթուն լինեմ գրծած չափ ազդաշնակով։ Եվ ներածությունները եղբայրներ ջան, այո, էլի ասեմ, նույնանման միաբաղաղ չլինեն։ Մեր մոդեցումը, ինչպես ասեցինք, սուբ կրային պատմությունները շատ կարևոր է, որ նկատի ունենանք։ Բողոս Արաքյալը ինք սրա մասին գխոսա։ Կարելի է մի հատ հարց տամ ես։ Հա։ Ճիշտ է, որ ասենք մեկին արգել ես քարոզելու որովհետև իր պատմությունները սուրբ գրքից չեն, օրինակ առօրյա կյանքից են։
Բայց շարունակեմ խոսելու, արդեն ասեցինք, չէ, ասկից առաջ ասած ենք, սուրբ գրքից, առօրյա կյանքից, ուրիշների կյանքից, ասեցինք, չէ, դու քո բապությունների հերոսը միշտ մի լիներ, չէ, ասեցինք սա էլ այսօր, եւ հետո մեր հայոց բապությունից կարաս բապություններ բերել, բայց պետք է գարտաս, պետք է իմանաս, հետո մեր հայ քրագանությունից, բանաստեղծություններից կարաս բերել, կամ ասենք ուրիշ նախակամը, թակավորը, կամ չգիտեմ ով հայտնի մարդկանց եւ այդպեսով քո թեմատ ներկայացնես եւ ժողովրդին հետաքրքրական գտարը այո պետք է գարտանք նրա համար ասում եմ որ թող չի լինի որ Ջոել Օստինի նման ինչ որ ասեցին ոնց որ կարող է հարագիտարամ ունի դարբեր անեկդոտների եւ ամեն շաբաթ մի հատ մեկը վերցնի ասիկա խնդալիք է սրա մասին խոսամ ներազությունից առաջ կամ ներազության հետ գաբ ունեցող եւ հետո սկսում են խոսալ քարոզի մասին հեչ կապ չունի այդ անեկդոտը քարոզի թեմային է դա չեն կարող սանել նույնիսկ եթե շատ ծիծաղելի անեկդոտ է կապ չունի ես Այսին կարելի է անեկդոտ ասել, բայց կապ ունեցող կապ պետք է ունենա բայց եթե միշտ եթե ծիծաղելի բաներ լինի այսին միաբաղաղ կդառնա լավ է որ փոփոխություններ անենք սա մեր կորձն է որ չլինի որ նույն անման լինի Սիխաչի մասին խոսած անեկդոտ պատմես հա դա ուրիշ բան Ժամանակ լացելու պատմություն պետք է լինի հա լացելու անեկդոտ պետք է պատմես այո մեր իհարկե հիմա եթե մահվա մասին խոսում ենք զոր օրինակ հախոսական ես ասում կամ վարում ես մահվան նրա համացան պետք է լինի մեր ասածը Ժպիտը դենքի դասենք մահվա խոսականը այդ էլ քարշական սխալ Բայց մի անգամ քարոշչական ուրախության մասին տխուր դենքով ես քարոզում օրինակ մի անգամ քարոշչական դպրոցի սովորում 97 թվականին դասախոսն ասում էր դաժե դուք եթե դժոխքի մասին եք խոսեք որ շատ դառը բան է չէ ասում եք կարող եք դժոխքի մասին հումոր անել ոչ թե լիցքաթափելու համար ուղղակի այդ բանը լարվածությունը լիցքաթափած մեկն ասեց դժոխքի մասին ինչ հումոր այն բան կդասենք ասեց օրինակ կարող ասել վայ մամա ջան ասենք օրինակ է բերում էլ ես բամը չեմ ուզում ասել լավ ասած վայրի տեղ ասես վայեն ժողովրդի որ նախագահ Սերժի կամ Քոչարյանի հայկական Նոպոլիս շատ լավ հիմա սա անշուշտ մինչև մա ինչ խոսեցանք ներազության հետ կապ ունի իբր առաջին մայր բաղադրիչը քարոզի բացատական քարոզի առողջությամբ եւ հաջորդը որ արդեն հայտնեցինք արդեն խոսացանք մի քիչ քարոզի հիմնական կապարն է կամ նրա կենտրոնական թեզիսը կապարը առաջարկը եւ սա ասեցինք ուր պետք է նշվի ներազության մեջ պետք է նշվի առաջ որ առաջին լրացումին անցնենք եւ ինչպես ասեցինք Ազո սիրո դրսևորման նկատմամբ երեք այստեղ դրսևորումներ ունենք այդ երեք ճշմարտություններ երեք դրսևորումներ են եւ նրա համաձայն թիվ 1 թիվ 2 թիվ 3 այդպիսով կընտանանք բայց կարևոր է որ այս առաջարկային հայտարարությունը ինչ որ առաջարկում է շորտին քո տեզիսը ներածականիդ մեջ լինի նամանավանդ ներածականիդ վերջը առաջ որ անցնես քո առաջին գեդը, այսինքն առաջին լրացումը, հա? Թող չլինի, որ քարոզը սկսար, մենք այսօր խոսում ենք ազո, սիրո, երեք դրսևորումների մասին։ Ավելի լավ է, պատրաստես ժողովրդի միտքը եւ սիրտը թեմայի առնչությամբ, նրանց առաջնորդես, նրանց երկից բռնած, առաջնորդես քո քարոզի առաջարկին եւ հոգնագի քոյականը այնտեղ ներկայացնես երեք դրսևորումները ազո, սիրո եւ այնպիսով շարունակես անցումայինդ անես դեպի լրացումը։ Հիմա անցումայինը եղբայրներ ջան, գարա, ասենք, տեքստը գարտաս, այնտեղը, բայց չունես բամությունը պատմելու կամ հղումը անելու ճիշտ այնտեղ, ինչու որովհետև արդեն իսկ ներազության մեջ կարող է որ բամություն ուներ, բամ ուներ, ասեցիր, եւ հիմա առաջին լրացումին անցնում ես, այդ անցումայինը առաջին այդ ներազությունից յետքը անցումայինը եւ առաջին լրացումը, այդ անցումայինը տեքստը գարտա կամ քո թեզիսը անգամ միևս հրճագի հայտարարե եւ առաջին լրացումից կնա բայց հետո եւ որ լրացում գնաս հարցը կփոխվի մի քիչ տարբերություն պիտի ունես նորից ինչպես ներազության նկատմամբ մամիլի խոսանք եւ որ հասնենք այնտեղ եւ որ այդ անցումին հասնենք
ինչ գործիքներ կարանք օգտագործել, որովհետեւ մեր լրացումը ամբողջացնենք եւ հաջորդ լրացումի անցնենք այդ անցումային գապուրջի միջոցով։ Համար։ Սուբյեկտից համար հաջորդ դեպի կենտրոնով։ Մի փոփոխություն անես։ Այո, գարաս անել, այո, իհարկե։ Օրինակ, եթե ազո շնորհքի մասին խոսաս, կամ ազո սիրո մասին խոսաս, այդ անցումային այդ կարա որոշ համար մլինի, որ առաջ որ երկրորդ լրացումիդ գնաս։ Կարելի է, բայց ամենադե նույնը թող չի լինի։ Եթե նույնը լինի, էլի, ցանցարացիչ կլինի, որքան է լավ լինի։ Ինչու որովհետև ազո խոսն է խոսում ես, նրանից լավ բան չկա, բայց պատմություն, որը հա, փոխանցի հաջորդ կենտրոն։ այո, գամ եղբայրս նայր, քո այդ անցումիդ մեջ գարա այդ քո պատմությունը, գամ ասածը եկող լրացումի հետ կապ ունենա, գամ վերանայում լինի այդ նախորդող լրացումին։ Հնարավոր է, երկուսն էլ հնարավոր է։ Գախում ունի ոնց կանես։ Օրենք չկա, ասելով որ առաջին լրացումը երբ վերջացար, բամությունը պետք է իհարկե գապ ունենա միայն հաջորդ լրացումի հետ։ Դեր կարող է բամությունը վերանայում վերակաղի պես լինի։ Եվ սա էլ պետք է ասենք, ամեն մի անցումի բարակային առաջ որ անցնենք, ասենք հաջորդ լրացումին, այդ նախորդող լրացումը պետք է արագ վերակաղանես, որ հիշեցնես ինչի մասին էր հայտարարելով քո քարոզի մայր կապարը ազո սիրո դրսևորման առաջին ճշմարտությունը էսա։ Իսկ տների չեմ կարող ասեմ, եթե երեք սիրո դրսևորման մասին եմ խոսամ, նոր վերջը մտնում է ամփոփել։ Նա ուր պիտի անես, ինձ ասա, ինչու գասեմ։ Պատգամի վերջը ամփոփես։ Հա, ամփոփումի մեջ, այո, եթե հիշում եք, ուշադրություն չարեցիք երևի, հիշում եք այստեղը վերանայվան մեջը հիմնական քահապարը եւ ենթագետերը պետք է լավ լինեն։ Ես այդպես կանեմ, որովհետեւ ժողովրդի միտքը թարմացվի եւ նույնիսկ նա է, երբեմն գարաս օրինակ քո քարոզի մայր քահապարը եւ նրա լրացումները, ենթագետերը ներազության մեջ այշես, երբ ներազությունից առաջին ենթագետի պիտի անցնես։ Կարող ես ինչու մի անգամից այսպես ագնարկ մգդաս բոլոր լրացումների առողջությամբ ըստ քարոզի մայր կապարի եւ կանես հիմա ես սովորաբար այդպես չեմ անում նախընտրում եմ որ այդ արգազախնդրությունը բաբանվի ասելով որ 3 դրսևորումներ ունենք ազո սիրո նկատմամբ թիվ 1 թող սպասեն թիվ 2 թող սպասեն որ երրորդ երբ պիտի գա ինչի մասին է տեքստին նայում են կարող է որ այո գուշագեն Խնդիր չէ, տեքստի արջևնին է, արդեն եթե հոգեորապես փորձառություն են, գարանք ուշագել։ Եվ որ դու ասեցիր, որ ազո սիրո դրսևորման մասին է, 1, 2, 3 ինչ են այս հատվածի մեջ։ Այդպիսով։ Հովիկ եղբայր, դուք բանը քարոզից առաջ տեքստը ուղարկում եք եկեղեցուն, հա? Չէ։ Չէ։ Ասենք տենց բան էլ կա։ Տեքստը ասելով ասենք ու քարոզյան ոչ թե ման ուղարկում ես եկեղեցու իրանք տեսնում են թե դու ինչի մասին պետք է խոսես հաջորդ օրը ժամանակին անում էի երբ կանադայում էի ժամանակին անում էի եւ լրիվ քարոզի մայր գետը ենթագետերը համարներով նշված բարձրապես ոնց որ գմախ կքարոզի այդպես անում էի բայց բարդատիր չէ եթե ուզում եք կարա կանա ալից ես հա Ստեղ եթե անենք, այլևս չեն գա, հենա կվերցնենք ուսումնասիրել։ Չէ, բայց դա էլ իր դրական կողմն է, այնպես որ հա նայած Հիմա հաջորդ եղբայրներ ջան մի քիչ խոսանք առաջարկին մասին կամ առաջարկային հայտարարության մասին Հիմա էլի այդ առաջարկը որ անում ենք եղբայրներ ջան տեզիսը ինչ է գլխավոր թեման Եվ որ մի քիչ առաջ ասեցինք ազո սիրո 3 դրսևորումները, քանի բառեր մեր արժև ունենք այս տեքստից ազո սիրո 3 դրսևորումներ։ Այսինքն մի քանի բառ ասեցի, չէ՞, մի բռնրիվ նախատասություն։ Ինչու որովհետև պետք է որ գարջ լինի մեր քարոզի մայր կապարը։ Ես չեմ ասում երբեմն չի կարող մի քիչ ավելի երկար լինի, բայց որքան գարջ վստակ ավելի լավ է հիշելու համար։ Պատկերացրեք ազո ժողովուրդը, այսինքն ոնց պիտի հիշեի, եթե օրինակ 3 տողնոց սպան տվեցիք նրանց։ Օրինակ, եթե մեկը ասե ազո
սիրո գերագույն դրսևորման ամենակարևոր միջոցը ըստ Հովանես Արաքյալի դերունական աղոթքի ճիշտ ես բարձր եմ օգնում եմ մի բան երեք այդ մեկ գործերեցավ Ազո սիրո դրսևորման մասին խոսում ենք կամ օրինակ ճշմարիտ ավանդացյալը ոնց սուրբ պետք է լինի 3 պատճառներ 4 պատճառներ ըստ տեքստին Կամ Հովիկ աղբեջան վերնագիրը պետք է կենտրոնացնի ժողովրդին հենց պատգամախոսի վրա Վերնակիր ասելով, այսինքն տեզիսը այո պետք է կենտրոնացնի ժողովրդին հավաքի Հա եւ նրա լրացումները կամ ենթագետերը նրա հետ համաունչ պետք է լինեն որ կարողանան գաբը տեսնել հետևել չէ՞ ոչ կասեն օքեյ ազո սիրո մասին ասեց եղբայրը բայց մենք սիրո մասին չենք տեսնում ազո սիրո մասին չկա այստեղ լիքը սուրբ գրքում այո բայց այստեղ չկա ուրեմն նայեցեք մեր առաջարկը քարոզի մայր քաղաքարը հստակ հագիրճ հայտարարություն է ուրեմն հետևյալ երկու հղումներ անեմ երկու տարբեր եղբայրներ ասպես կասեմ առաջարկը մեկ հայտարարություն է որն արտահայտում է ծեր հաղորդակցության հիմնական գաղափարը կամ հիմնական թեման մինչև որևէ մեկ նախատեսությամբ նայեցեք ինչ կասե մինչև որևէ մեկ նախատեսությամբ չկարողանաք հայտարարել զա քարոզի նպատակը այսինքն ասել հավանաբար դեռ այն դեռ ստագորեն ամրագրված չէ ծեր մտքում նույնիսկ եթե կարծում եք որ դա անում եք հստակ չէ եթե չկարողացա այս մեկ նախատեսությունով գարչ հագիր չստակ նախատեսությունով ասել ինչի մասին է իմ քարոզը ուրեմն դեռ ես ալ հասկացած չեմ քարոզի մարգեդը ինչ է տեքստի մարգեդից վերդալված ուրիշ եղբայրը գասե ոչ մի քարոզ պատրաստ չէ քանի դեռ չենք կարող արտահայտել դրա թեման գարչ հղի նախատեսությամբ ես չեմ կարծում ասումա որ որևէ քարոզ պետք է քարոզվի կամ նույնիսկ գրվի մինչև այդ նախատեսության ի հայտ գալը սա պետք է լինի Էլի ասենք եղբայր ջան, եթե քարոզի մայր կետը հստակ չէ, բացատրական քարոզ չէ, ինչ կուզեք ասեք։ Բայց եղբայրը լավ մեկնաբանեց, լավ գիրարեց, հստակ չէ քարոզի մայր կետը ինչ է։ Ինքը բարձրապես վազող կոմենտարիայի նման բացատրում է սուրբ գրքի տեքստը։ Համար, սա բացատրական քարոզ չէ։ Բացատրական քարոզը անպայման պետք է մայր գաղափարը հայտարարված լինի, հստակ լինի։ Եթե ենթագետեր ունի, շատ լավ։ Էլի ասենք, ենթագետեր եթե ունի առնվազն քանի ենթագետ պետք է ունենա 2։ Եթե մի ենթագետ արդեն քարոզի մայր գաղափարն է։ Եթե ասես որ ես քարոզի մայր գաղափար ունեմ եւ մի ենթագետ ունեմ, ո՞նց։ Սա քարոզի մայր գաղափարը ինքն է արդեն։ Առնվազն 2 ենթագետ պետք է ունենա։ Եվ այո, 10 ենթագետ չանենք, 8 ենթագետ չանենք, բացառությունները արկելի են։ Երբեմն կարող է 5, 6, 7 լինի, բայց սովորաբար լավագույնը 2, 3, 4։ 5-ը շատ։ Ավելի լավ է 2, 3, 4։ Իբր լրացումներ։ Եթե տեքստը բանջում է ավելին, հասկանում ենք։ Բայց եթե չի բանջում, պետք չկա։ Ուրեմն հասկացանք, որ երբ այդ արտահայտությունը քարոզի հիմնական գաղափարի այդ արտահայտությունը առաջարկը անում ենք, մեջ ինչ մենք հայտարարում ենք, երբ քարոզի մայր գաղափարը արտահայտում ենք, մեջ ինչ մենք հայտարարում ենք, նպատակը, օքեյ, թեման, սկսյալ թեման, եւ ուրիշ ինչ կար, ազո սիրո 3 դրսևորումներ հոգնագի գոյականը, որ գաբ ունի ազո սիրո նկատմամբ, ինչու 3 դրսևորումներ, կամ 3 միջոցներ սուրբ լինելու, կամ 3 ճանապարհներ ազո աջեցնելու, կամ 4 խնդիրներ, երբ հավատացյալը մեղ գործ է, 3, 4, 5 հոգնագի գոյական։ Եվ հոգնագի գոյականը մեր լրացումներն է ուրգից վերցված, տեքստից վերցված։ Եթե տեքստը չի դալի, չի հայտնում այդ հոգնագի գոյականը, բամը չունենք ասել եք։ Մի քարոզը մի գետ է, խնդիր չէ, մի գետ թող լինի։ Քարոզի մայր գաղափարը գարաս ադալ քարոզ է, բայց սովորաբար բացառական քարոզի դրվածքով միայն մի գետ չէ, ինչու որովհետև եթե ունես 7-10 համար գարաս տեսնել, այսինքն մի քանի ենթագետեր, մի քանի լրացումներ։ Այո,
մեր այդ հոգնագի քոյական արդայդությունը, այդ առաջարկը ինք միացնում է բոլոր տեքստը եւ գասես 3 դրսևորումներ, բոլոր տեքստը միացնում է։ Այդ եթե 3 դրսևորում ունիս, այդ տեքստի դարբեր համարները միացնում է 3 դրսևորումներ թեմային հետ, ազոսիրո հետ։ Եվ անշուշտ պետք է թյուրին լինի, որչափ հնարավոր է թյուրին լինի, որ մեկը հիշե։ Պետք է հիշենք։ Գարաս ասել եղբայրներ ջան, օքեյ, ես ունեմ ասկան լրացումներ, նշեք ձեր մոտ։ Գամ գարակ այսպես պրոջեկտորի վրա բան անել, որ ժողովուրդ գամ, ասենք տբել քարոզից առաջ, ինչպես որ երբեմն թերթիկները եկել բուլետին, չէ՞, եկեղեցիներում թերթիկներ կան, որ տալիս են այսօրվա ժողովի օրագարկը եւ նրա մեջ քարոզի, ասենք թե մայր կեդը եւ նրա ենթագետը։ Ես այդպես անում եի։ Այս 3 բաները ներառում էի։ Վերնակիրը դալիս էի, քարոզի մայր խորհուրդը դալիս էի գետը եւ նրա լրացումները դալիս էի։ Եվ ասենք մաս բաց կտողնես, որպես նրանք դիսկավորեն, ինչ որ նշումներ ուզեն արեն։ Մեկ էջի վրա, ասենք փոքր մեկ էջի վրա։ Ուրեմն թյուրին թող լինի, որչա որ հնարավոր է, խրտին թող չի լինի, թե քարոզի մայր կաղապարը եւ թե նրա լրացումները։ Ուրիշ օրինակ տանք եւ դերը գամի այսօր երեկոյան եւ վաղը ուրիշ օրինակներ պիտի տեսնենք։ Հիմա սա իմ քարոզներից էր 1 Պետրոս երկրորդ գլուխ առաջին 3 համարները 1 Պետրոս երկրորդ գլուխ առաջին 3 համարները ասպարակային հետեւյալ ցևով մոդիգանում եմ իմ քարոզի կապարը հետեւյալն է որոնք են 3 հիմնական շարժարիտները տեսեք հոգնագի կոյականը 3 հիմնական շարժարիտներ 3 շարժարիտներ որոնք են 3 հիմնական շարժարիտները որոնց միջոցով քրիստոնյաները աճում են իրենց բրգության մեջ 3 շարժարիտներ հոգևոր աճի նկատմամբ հստակ է կամ ոչ 3 շարժարիտներ տեքստը ցուցաբերում է հոգևոր աճի նկատմամբ թիվ 1 առաջին համարում գասե մի կողմ դնենք մեղավոր սովորությունները մի կողմ դնենք մեղավոր սովորությունները սրա մասին խոսանք տեքստից երկրորդ համարը գարոտ լինենք մաքուր հոգևոր գաթին ազոխոսքին տրամաբանական ճշմարտությունը ուրեմն մեղքը մեկ կողմ դնենք երկրորդ համարում ազոխոսքին ցանգանք եւ երրորդ համարում դիրոջ բարությունը ճանաչենք հասկանանք որ դերը բարի է ինչու որ ցանկում մենք կարող ենք այդպիսի իրադարձություններով արժեվ գտնվենք, որ կասկածենք դիրոջ բարության նկատմամբ։ Ուրեմն մեկը հոգևորապես աճելու համար իբր քրիստոնյա պետք է մեղքը մեկտի տնե, երկրորդ ցանգա երեխու նման, որ այդ գաթին գարիք ունի, եւ երրորդ ճանաչի, որ Աստված դերը ինք բարի է, միշտ բարի է։ Եվ սա այս բարակային 3 շարժարիտներ։ Մագարած դու ասենք թե քո ածագանդ ավելացնել, ինչպես ես արав, հիմնական շարժարիտներ։ Շարժարիտները բանալի բառն է։ Այդ կոյականն է, 3-ը հոգնագի կոյական 3 շարժարիտներ, հոգնագի կոյական ըստ այս տեզիսի։ Ուրիշ օրինակ, 1 Հովհաննես 2, 15-ից 17-ը, 1 Հովհաննես 2, 15-ից 17-ը, ես ալ բացեմ այս տեքստը։ Այս հատվածում, մի սիրեք աշխարհը, այդ հատվածն որ ծանոթ է մեզ, ուրեմն այս հատվածը, ուրեմն եղբայրը, սա ուրիշ եղբորը ուրվակիցից է, հետևյալը գասե, որ նրա քարոզի մայր խորհուրդը, մայր քաղաքարը, մայր թեման հետևյալն է, հավատացյալներ պետք է, որ հերու մնան աշխարհից։ Okay, եւ նրա հոգնագի կոյական առաջարկը հետևյալն է, Հովհաննես ներկայացնում է 4 պատճառներ, թե ինչու հավատացյալները պետք է աշխարհից հեռու մնան։ Հստակ է։ Եվ ուրգից վերցված է տեքստից, եւ թիմը կասե 15 համարի առաջին մասում, որովհետեւ սա Աստծո բادرն է։ Ինչու կասե մի սիրեք, հրաման է։ Դիրոջ բادرն է, դիրոջ հրամանն է։ Հետո 15 համարի երկրորդ մասում, որովհետեւ կասե այսինքն Առաջին պատճառը Աստծո է, երկրորդ պատճառը, որը ցույց տալիս է գասե, որ Աստված ներկա չէ այդպիսի սիրո մեջ։
եւ որ գասե մի սիրեք աշխարհը եւ ոչ էլ այն որ աշխարհի մեջ է։ Այսինքն աշխարհի սերը, աշխարհի սիրո մասին գխոսա։ Թեման աշխարհի սիրո մասին է։ Թիմեք Աստված մեզ հրահանգ տալիս է, որբեսի հերու մնանք աշխարհասիրությունից։ Երկրորդ, որտեղ աշխարհի սերը ցույց տալիս է, որ Աստծո սերը նրա մեջ չէ։ 16 համար։ Հետո 16 համարում էլի գասե, որտեղ աս աշխարհի բաները Աստծո նկատմամբ ոնց որ օդար են, թշնամություն են, այո։ Եվ վերջինը, որտեղ Բաճարը ինչ է որ պետք է սիրենք աշխարհը, որովհետև աշխարհը անցնում է ժամանակավոր է, բայց ով որ դերոջ կամք կկատարում, ավտյան կմնա։ Այս պատճառներով ամացան եղբայրներ ջան, որ թե Աստծո բادرվերն է, աշխարհասիրությունը ցույց տալիս է, որ Աստծո սերը այդ անձի մեջ ներկա չէ, աշխարհասիրությունը ցույց տալիս է, որ այդ բաները օդար են, թշնամություն են Աստծո հանդեպ, եւ աշխարհասիրությունը ցույց տալիս է, որ ժամանակավոր է։ Տեքստից վերցված 4 պատճառներ։ Հոգնագի կոյական։ Միասին ասենք խմբեց այդ բոլոր լրացումները, որովհետեւ մեզ ներկայացնե ինչու պետք է աշխարհը սիրենք ի բռավադացյալներ։ Ուրեմն, երբ վերադառնալով մեր այս կառուցվածքի զրույցին, քարոզի կառուցվածքի զրույցին, մինչև մենք խոսեցանք եղբայրներ ջան, քարոզի ներածականի վրայով, խոսեցանք քարոզի հիմնական քահապարի վրայով եւ նրա հոգնագի կոյական այդ լրացումների վրայով։ Հիմա մի քիչ խոսանք էլի քարոզի ասենք գառուցվածքը, ուրվակիցը, ասենք ուրվակիցը ասելով լրացումները։ Հիմա քո անգլերով ասենք outline, ուրվակիցը, կառուցվածքը, քարոզը ոնց կառուցած է քո ենթագետերու համաձայն։ Եվ քարոզի գետերը գացենք, այսինքն քարոզի կառուցվածքը։ Պետք է որ անհստակ լինեն եւ հստակորեն նշվի, ինչու համար 2 գետ ունիս, 3 գետ ունիս, 4 գետ ունիս, որը տեքստը այդպես մեզ կառաջնորդե, որ 2 կամ 3 կամ 4 լինի։ Եվ հետո, երբ քարոզում ես, ասեցինք սա, առաջին լրացումը հայտնի արա, որ ուր համարի հասար, որ համարի հասար։ Երկրորդ համարն է, 5-րդ համարն է, թող չի լինի, որ առաջին ասենք լրացումի մասին խոսում ես եւ ժողովուրդը դերյակ չէ, որ համարների վրայով խոսում ես։ Ինչու որովհետեւ երբ հստակ կանես, նրանք արդեն նայում են, նրանք որ սուբկիկ բերում են դերին գնայեն, տեքստին գնայեն։ Նրանց տեքստին նայելը քո ամենակարևոր նպատակը պետք է լինի, որ մարդկանց վարժեցնենք մենք մեր կարոզության միջոցով ոչ թե ինձի նայեն։ Աստծո խոսքին նայեն։ Հա թող նայեն կարոզի չինալ, որ ոսոր այդ հետաքրությունը հաստատ մնա, բայց ավելի նախընտրելի Աստծո խոսքին նայեք, քան թե մեկը ասպես ով ինչ լավ կարոզում է, ինչ լավ խոսում է, նրա հերեդուրականությունը սկանչելի է, նրա մեկնաբանությունը ուժեղ է։ Աստծո խոսքն է կարևորը։ Սուրբ ոգին եթե կարոզիչի միջոցով բարավորվի ուզում է, դի չի լինի։ Որ Սուրբ ոգին իր խոսքի միջոցով է բարավորում միայն։ Այո, կարոզիչը օգտագործում է, կորզացում է, այո, որովհետեւ դերը բարավորվի նրա ծառայության միջոցով, ինչեւ այն նրա ծառայությունը աբադարին է Աստծո խոսքի ներկայացման մեջ։ Հետո ինչու համար մեր լրացումները կարևոր են, որ հստակ լինեն, կարճ լինեն, որովհետեւ հիշե մեկը եւ կրանցե հեշտ լինի, դյուրին լինի, նկատի ունենա, միտքը մնա։ Եվ միևնույն որքան որ հստակ է դյուրինը, հստակ է պիտի լինի ինչը գիրառումը։ Հիմա երբ ասեցինք 1 Պետրոս 2:1-3 այնտեղը մի քիչ առաջ խոսեցանք 3 շարժարիտներ, այդ շարժարիտների միջոցով ավադացիաները աճում են։ Դի մեկ ասեցինք պետք է որ մեկ կողմ տնենք մեր մեղավոր սովորությունները։ Գիրառումը արդեն մեջն է։ Լավ կլինի, եթե գիրառումը արդեն քո ասած լրացումի մեջը ագնհայտ է, հայտնի է։ Դեսնում են սա։ Եղբայրը ասեց, պետք է մեկտի տնենք մեր մեղավոր սովորությունները, ուրեմն սա նշանակում է, որ իմ գիրառումը գիտեմ ինչ պիտի անեմ։ Եթե մեղքեր կային մեջ, պետք է որ մեկտի տնենք։ Մեղավոր սովորություններ։ Երկրորդ, որ պետք է կարող լինենք մաքուր ոգևոր գաթին համար։ Սելով եկե սուքի կարտան, գիրառում, ավելի լուրջ լինեմ Աստծո խոսքի հանդեպ։ Գիրառում են դա եւ այլն։ So
Կարևորը որ մեր ուրվակիցը, այսինքն լրացումները գմախքն է, ուրվակիցը ոնց որ ոսկորներն են։ Քարոզի մայր մարմնին, ինչպես որ այստեղ ոսկոր եւ մսերը, մկանները մեր մեկնաբանությունը, կիրառումը նրանք են, այդ ոսկորներու վրա հիմնված են։ Եվ այո, միշտ ասեցինք չէ, երբ լրացում անենք, առաջին լրացում, երկրորդ լրացում, երրորդ լրացում, միշտ պետք է ամեն մի լրացումը ինչի համաունչ լինի քարոզի մայր կետին, մայր քաղաքարին, տեզիսին, որ նրա համար պետք է գրկնենք, երբ որ առաջին լրացումից երկրորդ լրացում անցնենք, պետք է ասենք ազոսիրո առաջին դրսևորումը ինչ էր, էս էր, երկրորդ ազոսիրո դրսևորումը ինչ էր, էս էր, եւ պետք է ասենք ազոսիրո դրսևորումը ասելով թեման արդեն էլի գրգնում ենք, որ մեր թեման քարոզի մայր կետը, մայր թեման ազոսիրո մասին է, այո։ Ամեն մի լրացում պետք է մեկ կիրառում ունենա, պարտադիր եղբայր։ Առնվազն, եթե քո լրացումի այդ վերնակրում արդեն իսկ ասած ես, որ հավատացյալը պետք է մեղավոր սովորություններից հեռու մնա, հավատացյալը պետք է ազո խոսքին ցանկանա, ինչպես երեխան այդ գաթին, մաքուր գաթին ցանկանում է, որովհետեւ աճի, չէ՞։ Արդեն իսկ լրացումի մեջ գիրառումը ներառված է։ Այսինքն այնպիսի լրացումներ պիտի դնենք, որ նաև ունենա կիրառում։ Լավակույնը սա է, հստակ է, որը թող, եթե քեզի հստակ է, ժողովրդին հստակ պիտի լինի։ Դու կբացատրես ավելիով, ինչու որ քեզի հստակ է, քեզի ամենակարևորը քեզի հստակ պետք է լինի ամենաառաջ, իբր քարոզիչը։ Հետո ժողովուրդը որ հասկանա, ինչի մասին կխոսես, եւ հասկանա ոնց կիրառել։ Եթե բանը ասես ժողովրդին իբր լրացում, դու հասկանում ես նույնիսկ, բայց նրանք չեն հասկանում, դժվար է։ Հետո պիտի մեկնաբանես, բացատրես, էլի ուրիշ սևերով, բայց հստակ է քո լրացումը ըստ քարոզի մայր քաղաքարի հետ, ըստ քարոզի առաջարկի հետ, որ ազոսիրո մասին խոսում ենք, առաջին դրսևորում, երկրորդ դրսևորում, երրորդ դրսևորում։ Այնտեղ է։ Քո ակեդերի մեջ է։ Ուրեմն լրացումները հստակ են, որչափ հնարավոր է կարճ լինեն եւ անշուշտ տեքստից վերցված լինեն եւ վերջ-վերջո եւ ամենակարևորը որ իդ էլի կարաս վերակրել քարոզի մայր քաղաքարին։ Եվ այո, հստակ արա համարները, որ լրացումը որ համարի հետ կապ ունի, որովհետեւ ժողովուրդը լսողը քեզ գիտնա։ Հիմա քարոզի հիմնական մարմնի մասին եթե խոսանք, եղբայրներ ջան, նրա մեջ անշուշտ մեկնաբանություն պետք է լինի։ Մեկնաբանությունը որ կանես նրա նշանակությունը իմաստը պետք է դաս, ոչ թե միայն Աբրահամի օրվա համար, կամ Մովսեսի օրվա համար, այսօրվա համար, ինչպես կարաս այդ հավիտենական ճշմարտությունը գամրջել այսօրվա հետ, ինչպես երեք ասեցինք, եթե ելքի կարան մասին խոսում ես, ելիցի կարան մասին խոսում ես, ադի ուրիշ հարց է, մենք այսօր ադի չենք օգտագործում, բայց մենք օգտագործում ենք այդ ճշմարտությունը, որ գասե Քրիստոս աշխարհի կարն է, մենք այդ ճշմարտության վրա, հավիտենական ճշմարտության վրա կենտրոնանում ենք, բայց եթե ուրիշ բաներ կա ազո խոսքում, օրինակ ներման մասին, Հովսեփի կյանքի մեջ ներումի հարցը կա, չէ՞։ Սա հավիտենական ճշմարտություն է, ինչ որ այն օրն էր իր եղբայրների հանդեպ այսօր ալ մենք պետք է անենք մեր եղբայրների հանդեպ, եւ որ ներման հարց կա։ Անշուշտ պատկերազարդումներ պետք է անենք։ Ես չեմ ասում ամեն մի լրացում պատկերազարդումը թող ունենա։ Եթե կարաս անել, անը, բայց միաբաղաղ մի լիներ։ Կարող է 3, եթե լրացումներ ունես, երկուսի մեջ թող պատկերազարդումներ լինեն։ Մեկը սուրբ գրային, մեկը առօրյա կյանքից։ Գա մեկը հայ բանաստեղծի, ասենք թե աշխատանքը նրա մեջից կարտաս եւ մի քիչ կոմենտներ անես, խոսակցություն, զրույց անես եւ գաբը հաստատես քո ասածիդ հետ։ Եվ գիրառումը անշուշտ։ Գիրառումը, ինչպես ասեցինք, սկզբնական լսարանին ինչ էր գիրառումը, մեզ հետ նույնը պետք է լինի։ Չի կարելի, որ Հովսեփի համար գիրառումը սա էր, մեզի համար դարբեր բան է գիրառումը։ Սուրբ գրքից վերցված չի այն այդեն։ Բայց այդպես չի լինում, ով է եղբայր, որ այն ժամանակ գիրառումը այլ կերպ է եղել, հիմա մենք գիրառումը այլ կերպ։ Ներ, գիրառումի չափսերը կարա դարբեր լինել այսօր, բայց նույն գիրառումն է, եթե ներման մասին խոսում ես, այն օրը ուրիշ տեսակի կարող է ներումը պետք է որ դրվեր։ Հա, այլ թեմա դուր օրինակ։ Հիմա ես ասանք չեմ ասում, որ այն օրը օրինակ
Ձխախոտ ձխում էին, այն օրը կարելի ձխախոտ չի գար, բայց խմիչ կար, գինովություն կար։ Օրինակ ասեմ, չգիտեմ, այդ զոհաբերությունը օրինակի համար որպես նախացուցաբերում զոհաբերության միջոցով էին որպես կիրառում անում, բնակ գար էին որտում, հա։ Աշկի տեղը տամապ։ Հին ուխտի մեջ է եղբայրը դագավի։ Հիմա Սուրբ Գրքի գիրառումը եղբայրներ ջան, կարևոր է նկատի ունենալ, որ մեր գիրառումն ալ հետևի Սուրբ Գրքի գիրառման։ Հիմա որոշ նրբություններ կարան լինել, որ տարբեր լինի, բայց էլի հիմնական գիրառումը դեռ նույնն է։ Չես կարող ասել, որ զորնակ Դավիթի եւ Գողիաթի պատմությունը։ Չես կարող ասել, օրինակ, հիմնական գիրառումը ինչ կարանք մեջ են վերգանել, որ Դավիթ խիզախապար Ազոպարքի համար բայկարես թշնամու թեմ, զորնակ։ Մենք ալ նույնը պետք է անենք, սատանու թեմ կամ հոգևոր կյանքի մեր կալվածքի մեղքի թեմ, ինչ որ հիմա ես քիչ ավելի ոնց որ չափազանցեցի, որ շիտակ չէ։ Բայց գիրառումը պետք է տեքստից վերցված լինի։ Չես կարող ասել, որ Դավիթ օրինակ մեկ թագավորներ 17-ից մեզ սովորեցնում է իր գեցվածքով, որ մենք պետք է միշտ մեր խորովածը այսպես լինի կամ այնպես լինի։ Խորովածի մասին չկա։ Օրինակ, էլի ծայրահեղ օրինակը։ Կամ չես կարող ասել, որ Դավիթ մեզ սովորեցնում է, որ զիրար պետք է ներենք։ Զիրար ներելը ճշմարիտ, այսինքն գիրառում է, բայց տեքստից չէ։ Նրա համար չես կարող գտնել ուրիշ գիրառում, որ տեքստի համահունչ չէ։ കാരണം ինչ որ տեքստի մեջ կա, նրանից պետք է քաղես գիրառումը։ Նրա համար է, որ հնարավոր չի ուրիշ գիրառում բերել։ Կնոջը նայեց գիրառումը այսօր ոնց։ Ինչպես։ Դավիթը հարևանի կնոջը նայեց, գիրառումը այսօր ոնց պիտի տաս։ Գարաս անել, որ գիրառումը պիտի լինի, որ աննաքույրը աչքերդ կանեն։ Բայց սրտորի մասին, որ գրած է, ուրեմն խաշի մասին էր ամենից։ Հիմա սա էյսեկետիկական հոյագապ ենթադրություն է։ Սամ եղբայր, մենք երեք մնե այսօր խաշի մասին խոսում ենք բավական։ Մենք գիտենք կապը այդ անեկդոտից։ Ուզում ասի բանարումը նախաճաշի խաշի է։ Շատ այգ եղբայրներ ջան, շատ չի մնաց, ամբողջ ասում ենք այս մասը։ Ուրեմն մեր քարոզի մայր մարմնի մեջ, որ ասացինք 30 րոպե եթե լինի զոր օրինակ, այո, մեկնաբանություն կա, հավերժական նշանակությունը այդ կամրջելը կա, որ կարողանանք այսօրվա առումով գիրառել մեր կյանքերում, եկեղեցվո կյանքի մեջ, մեր սենք մշակույթի մեջ եւ այլն։ Հիմա ինչ մնաց անցումները, պատկերազարդումներ նայեցեք, պատկերազարդումներու մասին խոսանք։ Սուրբ գրային թող լինի, գրքերից, մագազիններից, հանրագիտարաններից, այսինքն լիքը աղբյուրներ ունենք։ Տարբեր պատկերազարդումները առնչան։ Պատկերազարդումները մաքսիմալ քանի տոկոս կարա է նի կազմի ընդհանուր քարոզի տեքստից։ Գախում ունի քեզանից էր, բայց այո, բայց պետք չէ լինի, որ ճիշտ, շատ լավ է, այո։ Չի կարելի, որ 10 րոպե քարոզի դրվածքով, նույնիսկ եթե քարոզը 35 րոպե է, 10 րոպե միայն պատկերազարդումներ ամես պատմություններ պատմում ես։ Ես չեմ ասում, որ մի քարոզը ADN-ում այդպես չի կարող լինել։ Բայց զգուշ պետք է լինենք, որ բաց չթողնենք որևէ կարևոր մեկնաբանություն եւ գիրառում տեքստից ի շնորհիվ մեր սիրելի անեկդոտին կամ պատմության։ Թեև գաբ ունի մեր տեքստի հետ։ Թող չլինի, որ շատ պատմություն պատմում ենք, որ գաբ ունի տեքստի հետ, ուր մնաց եթե գաբ չունի, բայց մեկնաբանության վրա են ոնց որ անցանք գնացինք եւ որոշ բաներ բաց թողնեցինք։ Եվ հետո մեզ գասեն Կարոզի եղբայր, ինչու համար այս մասին վրայով չխոսեցար։ Եթե ասես մոռացա, օքեյ, 1 կասես, 2 կասես, 3 կասես, ամենադեն մոռանաս։ Կարևոր նպատակը երկրորդական է դառնում։ Հա, թող չլինի, որ կարևոր նպատակ երկրորդական դառնա։ Այո, շատ շիրակ։ Դե ամեն ինչի շատը վնաս է, օրինակ շատ խաշակելն էլ է վնաս։ Շատախոսությունն էլ է վնաս։ Եվ էլի ասենք եղբայրներ ջան, թող չլինի, որ մենք սովորաբար մեր պատմությունների, անեկդոտների հերոսը դառնանք։ Որտեղ մեր նպատակն է, որ ֆոկուսը Աստծո վրա դարձնենք, քան թե մեր նկատմամբ։ Ուրեմն անցումների մասին ալ մի քիչ խոսանք եւ եզրակացության մասին։ Անցումները, ինչպես ասեցինք, լրացումների միջև, նույնպես ինչպես կանենք
մեր ներածականը բամություններով համար կամ երկու համար կամ վերակալ պետք է անենք անցում վերակալ պետք է լինի առաջին լրացումից երկրորդ լրացում մեկ անցում է երկրորդ լրացումից երրորդ լրացում երկրորդ անցում է երրորդ լրացումից եզրակացություն ուրիշ լրացում մը գա այստեղ ուր դու ներառում ես քարոզի վերանայում նրա մայր քաղաքարի եւ առավել նրա լրացումներին ենթագետերին հիշեցրու ժողովրդին արագ վերակալումը հետո նրանց ուղղություն դուր հավատացյալներին ուղղություն դուր վերջին մայր գիրառումը դուր որ հետերնին տանեն նույնիսկ եթե մոռացան մնացած գիրառումներ որ պետք է անեն այս մեկը չմոռանաք եւ անշուշտ ոչ հավատացյալը նրա համար կարեւոր է ավետարանը սովորաբար գիրառումը ոչ հավատացյալին ավետարանի հետ կապ ունի ապաշխարության հետ կապ ունի սովորաբար ուրեմն այդ անցումները կարեւոր է որ էլի մտածենք նրանց վրա եւ կովերնից նշենք որ էլի ասենք եղբայր ջան չլինի որ օքեյ առաջին գեդը վերջացավ հիմա երկրորդ լրացումը վերջացավ հիմա երրորդ ոչ որ չեմ ուզում օգտագործել պրոֆեսիոնալ բառը բայց լավ չէ այդպեսով որ ժողովրդին էլի այդպեսի սահուն անցումով նրանց ներկայացնենք հաջորդ մեր լրացումը որ նրա մասին պիտի խոսանք տեքստից եւ ինչպես ասենք ներազությունները անցումները նրանք garanք օգտագործել դարբեր պատկերազարդումներ հղումներ հոդվածներից մեջբերումներ եւ այլն բանաստեղծություններից մեջբերումներ ինչպես որ քարոզի մայր մարմնում կանենք դարբեր այս լրացումների ընթացքում նույն բանն է դարբեր ծևեր օգտագործենք որովհետեւ հեշտ եւ վերջո ուրեմն եզրահանգման մեջ լավ եզրահանգումը էլի ինչպես ներածությունը պետք է որ պատրաստված լինի քիչով կամ շատով պատրաստված լինի որովհետեւ չլինի որ այդպես մտքից այդ բաները ասած երբեմն կարող է որ որոշ բաներ ասես պատրաստ չէ բավարարչապով ասկնալի է բայց եզրահանգման մեջ եզրակացության մեջը էլի քո ասածները կշռված պետք է լինեն այդ ուղղորդումը որ դալիս ես վերջնական այդ գիրառումները որ դալիս ես կամ գիրառումը ասենք թե հավատացյալի եւ թե ոչ հավատացյալի նպատակը ուղղված լինի հստակ լինի ինչու որովհետեւ ժողովուրդը այդ վերջին ասված բաները հավանական է ավելի իշեն քան թե մնացած բաները եթե ասես որ այս բանը մի մոռանաք սա առումով այդ առումով այդպեսով ուղղորդեք ժողովրդին եւ այո լավ ծավալգերբված եզրակացությունը քարոզի եզրահանգումը մարդկանց պիտի ուղղորդե որ որոշումի առջև գտնվեն ոչ հավատացյալ ապաշխարությունով հավատացյալն որ ինչ պետք է անե եւ այո ինչպես ներածությունը եզրահանգումն էլ պետք է եզրակացությունն էլ պետք է համաունչ լինի քարոզի մարտեմային չես կարող մի անգամից ուրիշ բանի մասին խոսալ եզրակացության մեջ երբեմն քարոզներ կանեն քարոզը վերջացավ ուրիշ քարոզի սկսում են ուրիշ թեմայի սկսում են մի կպամ եկավ յալլա սկսի բատմել քարոզի վրայով ուրիշ բամը ազո սիրո դրսևորման մասին էր հիմա ինքը սկսում է իրար ներելու իրար սիրելու մասին որովհետև խոսքի մեջ ինքը միշտ խոսում էր ազո սիրո մասին բամը ասեց որ միմյանց ներելու մասին եկավ եւ սկսի հիմա ոնց որ այդ կողմ գնալ մի արեք այդպես ազո սիրո դրսևորման մասին էր ազո սիրո մասին մնանք ուրիշ քարոզի մեջ նրա մասին խոսանք չէ՞ ոչ երկրորդ քարոզը սկսվում է այդ քարոզի մեջ լավ չէ այդպիսով ասպիսով եղբայրներ ջան ուրեմն դերը գամի բիդիդագամի խոսանք քարոզչական ներկայացման նկատմամբ այսինքն քարոզը ոնց պետք է ներկայացվի ինչպես որ այսօր ասեցինք սա ամենավերջը քարոզը երկու մասը բաղկացած է քարոզի պատրաստությունը եւ նրա ներկայացումը հետո պիտի խոսանք հիմա մեր հաջորդ դասընթացում պիտի խոսանք բացատրական քարոզի առաջարկը լրացումներ եւ վերնակիրը ավելի օրինակներ պիտի տեսնենք աշխատանքային ձևով պիտի ցույց տամ ցես իբր օրինակներ որպես ավելի հեշտ լինի մեզի եւ այնտեղ պիտի տեսնենք ավելիով որպես ավելի դպավորվենք ուրեմն 7-րդ դասը հետո 8-րդ դասը ասպես եւ 9-րդ դասն էլ աշխատանքային են ավելի այս բաղադրիչներու առումով ինչու որովհետեւ
քարոզի առաջարկը, լրացումները, վերնակիրը, նրանց մասին խոսեցանք եւ ելի պիտի խոսանք ուրվակիցը, այսինքն այդ լրացումները նրանց մասին, այսինքն օրինակներով 8-րդ դասի մեջ եւ 9-րդ դասի մեջ։ Եվ վերջին դասը բացառական քարոզի թե ներկայացումը եւ թե գնահատումը ընդդեմ պիտի նայենք։ Շատ ակեղբայրներ ջան, դատար վերցնենք, խնդրում եմ 5 րոպե։ Ժամը 5-ին սկսենք։ Շնորհակալություն։